վերջին մեկ տարին քննիչներն ու դատավորները նոր պատժատ տեսակ են սահմանում, տեսակցությունների վրա արգելք, պարոն Սիմոնյանի հետ մի անգամ առիթ ունեցել ենք խոսելու, այդ տեսակցությունների վրա, որ ժելեզնի արգելք են դնում, հատուկ են դնում, որտև այդ տեսակցությունների արգելք ձևակերպման տակ, պատգամավորների իրավունքներն էլ է ոտնահարվում, որ պատգամավորներից որևէ մեկը չգնա այդ կալանավորին տեսնի, որովհետև տեսել են այս 4 տարիների ընթացքում, ով բռնվել է, առավոտ գիշեր կողքը կանգնած ենք եղել, չենք թողել մենակ լինի, չենք թողել համարի, որ այս իշխանության այդ երկաթե մամլիչը մինչև վերջ ճզմելու է, բայց հիմա տեսակցությունների արգելքը համատարած է, նայեք Սրբազան, Բագրատ Սրբազանի հետ 19 արդարների վրա, բոլորի վրա տեսակցությունների արգելքը դրել են, քիչ է, մեր Իգոր Սարգսյան, ազատամարտիկ դաշնակցության գերագույն մարմնի անդամ, ընտանիքի վրա են տեսակցությունների արգելք դրել, հիմա երեկ ու երեկ չառաջ օրը, շփ, թփ, Գյումրի դատարանում, չխ, տասնյակով կալանքներ են տալիս, լավ, համարեմ զանգվածային անկարգության մասնակից, համարեմ ցույցի մասնակից, համարեմ ոստիկանին վատ խոսք ասած, լավ այդ մարդկանց տեսակցությունների արգելքը ինչի են դրել։ Ժողովուրդ, մի բան պատկերացրեք, Գյումրին էլ 1.5 միլիոնանոց Երևան չի, Գյումրին շատ ավելի փոքր է, որտեղ 1-2 տասնյակ ձերբակալվածը, արդիկ գաղութ 2 ամսով ուղարկվածը, ընտանիքներ, որոնք վարձով են ապրում, որոնք այդ աշխատող մարդու հույսին են, պատկերացրեք այդ քաղաքի տեսակարգշռի մեջ ինչ դեր է ունենում։